Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրամյանն է, ողջույն Տիկին Աբրամյան։ Հայաստանի կառավարությունը վարչապետի դեմքով առաջին անգամ հայտարարում է իրենց տեսակետը նոր սահմանադրությունում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Վարչապետի բացատրությունը հետևյալն էր, ասում է ես ընթերցել եմ հռչակագրի տեքստը, ուսումնասիրել եւ եկել այն եզրակացության, որ դա այն մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն գոյություն ունենալ չի կարող, թե ինչու այդ հարցեն կանդրադառնանք, այ ինչ եք մտածում, ինչու է Հայաստանի իշխանությունը եկել այս դիրքորոշմանը, Տիկին Աբրամյան։ Դե կարծում եմ նոր չեն եկել այս մոտեցմանը, որովհետև եթե հիշենք կամ նախորդ տարի էր կամ դրանից առաջ հռչակագրի օրը վարչապետի գրառումը հենց դրա մասին էր, որ հռչակագրում ներդրված որոշ տեքստեր եւ հղումներ եւ հանձնառություններ, որոնք հանրապետությանն էին վերաբերվում Հայաստանի խնդիրներ են պարունակում, այսինքն եւ ընդ որում պիտի նաեւ հիշենք, որ 90-ականներին երբ դեռ ընդունվում էր այս հռչակագիրը, բավական երկար այս ուղղությամբ քննարկումներ եղել են, այսինքն սրան դեմ էր նաեւ առաջին նախագահը ժամանակին եւ բավական այդպես երկար քննարկումների եւ որոշակի կոմպրոմիսային որոշում է տեղի ունեցել Դաշնակցության հետ, այո, այսինքն հարցը նոր չի, որ քննարկվում է, հարցը շատ վաղուց եւ դեռևս ընդունման փուլում քննարկվել է, որը այո, այդ մոտեցումը կար, որ սա կարող է խնդիր առաջացնել, այն ժամանակ իհարկե ոչ այնքան Ադրբեջանի, այլ հիմնականում խնդիրը բարձրացնում էր Թուրքիայից եկող վտանգների մասին հնարավոր։ Նաև պիտի հիշենք վարչապետի հարցազրույցը եւ այնպես որ ես կարծում եմ այս մոտեցումը բոլորովին նոր չէ, ուղղակի գուցե սահմանադրական բարեփոխումների կամ սահմանադրություն փոխելու համատեքստում է նոր ավելի հստակ ուղղակի դիրքորոշում հայտնել։ Այո, սա երևի կարելի է նշել, որպես չնայած կարծում եմ որպես դիրքորոշում հայտնելը սխալ է, որտեղ սա նաև ուղղորդում է այն ամբողջ աշխատանքը, որը որ այս ուղղությամբ հիմա իրականացվում է եւ այդտեղ կարծում եմ այնուամենայնիվ փորձագիտական կարծիքը շատ կարեւոր պիտի լինի, որտեղ սա քաղաքական մոտեցումն է, բայց փորձագիտական կարծիքները շատ ավելի թերևս հիմնավոր եւ հիմնավորված պիտի լինեն։ Եկեք այս թեմատիկայի համատեքստին անդրադառնանք, որ եթե անտեսենք շատ կեղծ կստացվի մեր զրույցը, դա Ադրբեջանի նախագահի պահանջն է փոխել Հայաստանի սահմանադրությունը, պնդում է անկախության հռչակագրին հղումը, որտեղ կա նաև Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհուրդների համատեղ որոշումը, Ադրբեջանը դա մեկնաբանում է որպես իր տարածքին պահանջ, տարածքային պահանջ, Հայաստանի իշխանությունը թեև հերքում է Ադրբեջանի այս մեղադրանքը, ասելով, որ մեզ համադրական դատանը որոշել է, որ մենք իրար ճանաչում ենք ըստ խորհրդային սահմանների, հետևաբար Լեռնային Ղարաբաղը մենք չենք ճանաչում, մեր մաս Արադ Միրզոյանն էլ Անտալիա նման բաներ ասում, չնայած մեղադրանքը հետ է մղում, բայց գնում է սահմանադրություն փոխելու ճանապարհով առանց անկախության հռչակագրի։ Թեև ասում եմ մենք Ադրբեջանի պահանջը չենք կատարում, մի խառնվիր մեր ներքին գործերին, բայց ըստ էության գործնական հողի վրա կատարվելու է այն, ինչ որ ուզում է Ադրբեջանը։ Սա ինչպես եք դուք մեկնաբանում։ Սա իրականում խնդրահարույց է, ուղղակի նաև ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի պահանջի ռացիոնալությանը, հա, այսինքն եւ նպատակներին, որովհետեւ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այս պահանջը դնելով ինքը ըստ էության երկակի կամ բոլոր սցենարներով հաղթանակած կարող է դուրս գալ, այդ թվում նաև որոշակիորեն անկայունություն ստեղծելով ներսում, որովհետև եթե իսկապես անգամ եթե հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու հանձնառություն այս կառավարությունը ստանձնել էր դեռևս 2018 թվականի հեղափոխության օրերին, այսինքն այդ ամբողջ process-ում խոստումներից մեկը հենց եղել է սահմանադրության փոփոխությունը։ Եվ նաև հիմա դրվող պատճառներից մեկն էլ հենց դա է, որ նախկին սահմանադրությունները մեծ հաշվով հանրային քվե չեն ստացել եւ իսկապես ժողովրդի
աջակցությամբ չեն, որ ընտրվել են, մեծ հաշվով այնտեղ միշտ ունեցել են քվորումի կամ մասնակցության խիստ կասկածելի Եթե չասենք կեղծվել, եթե չասենք կեղծվել է, հա, այսինքն շատ մեղմորեն եթե ներկայացնենք, ասենք խիստ կասկածելի է, այսինքն 95 թվական, 2005, 2015 թվական, այսինքն ամեն այսպես 10 տարին մենք ունեցել ենք փոփոխություն եւ ունեցել ենք ամեն իշխանության համար իր համար եւ իրեն հարմար գրված այսպես սահմանադրություն։ Անշուշտ սահմանադրությունը պիտի փոխվեր, այսինքն սա դնում ենք մի կողմ, բայց ինչ է ուզում Ադրբեջանը։ Ադրբեջանը ուզում է եւ շատ կարեւոր է նաեւ մեջբերենք վերջին Անտալիայի այդ դիվանագիտական համաժողովի ընթացքում Բայրամովի խոսքերը։ Սա թերևս առաջին անգամ էր, որ իրենք մեծ հաշվով հողում են անում եւ ասում են, որ մեզ հետաքրքիր է տեսնել Հայաստանի հանրության մոտեցումը, որովհետեւ մինչ այդ ուղղակի իսկապես խոսում էին վտանգներից եւ այլ, բայց առաջին անգամ էր, որ ասաց, որ մեզ հետաքրքիր է թե ինչ է մտածում հանրությունը իսկապես եւ հենց այստեղ է մեխը, որովհետև իրենց հիմնական այսպես սցենարի եւ իրենց համար թերևս ամենացանկալի սցենարը այն է, որ հանրությունը, եթե այդ փոփոխությունը դրվելու է, հանրությունը գնա եւ դեմ քվեարկի, որը կդառնա այն հիմնական իրենց գործիքը, որ կասեն, դե տեսեք, որ ասում ենք, այս պետությունը ռևանշիստ է, որքան էլ դուք խոսում եք ոչ այդպես որքան էլ դուք խոսում եք կամ խոստանում եք խաղաղություն եւ այլն, դուք միևնույն է ռևանշիստական մղումներ ունեք։ Այսինքն դեմ քվեարկելը իրենց ավելի դեմ քվեարկելը իրենց ավելի ձեռնտու կլինի, տեսեք, կողմ քվեարկելը այսպես թե այնպես ձեռնտու է, բայց դեմ քվեարկելը իրենց կտա այն այսպես ասած լեգիտիմությունը, որը մեծ հաշվով փորձում են հիմա հնարավորինս այդպես հող ստեղծել կամ ինչ որ հիմքեր ստեղծել հարձակվելու համար։ Ծուղակային բան չի սա։ Սա լուրջ ծուղակ է։ Ես դրա համար, այսինքն շատ լավ, եթե մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչ տալ հանուն խաղաղության, սա իրականում լուրջ ծուղակ է, որովհետև ես վստահ չեմ, որ հանրությունը նախ ապահովելու է լուրջ մասնակցություն քվեարկությանը, եթե դա չդրվի համապետական ընտրությունների հետ, խորհրդարանական ընտրությունների հետ միասին, ինչը խիստ կասկածելի է, որտեղ 2026-ին ընդամենը շատ քիչ ժամանակ է մնացել, 1 տարուց անգամ ավելի քիչ, եւ նոր սահմանադրություն գրելը այն էլ հիմա խոսվում է նոր սահմանադրություն գրել առանց հայեցակարգի, շատ բարդ է եւ գրեթե անհնար է։ Վարչապետը 27 թիվն է նշել որպես այսինքն եթե առանձին է դրվում, այդտեղ մասնակցության պարտադիր քանակ ապահովելը հանրության շատ բարդ է լինելու։ Բայց իշխանություն մտնում է այս բեռի տակտիկին։ Այդտեղ մեր կողմից կարող է ուղղակի սցենար լինել, ուղղակի չմասնակցի հանրությունը եւ որևէ կերպ այդ քվեարկությունը լեգիտիմ չլինի։ Այսինքն դեմել չքվեարկի, որպեսի Ադրբեջանը չունենա հիմք ասելու, դե տեսեք, որ մենք ասում ենք սրանք ֆաշիստ են, ռևանշիստ են եւ այլը, բայց նաեւ որպես այդպեսին չընդունվի նոր սահմանադրությունը։ Սա գուցե նաեւ էլի մեզ համար կարող է լինել սցենար, չնայած այստեղ էլ կարող են լինել մեղադրանքներ, որ տեսեք, դուք բավարար ջանք չկործածրեցիք եւ այլ։ Սա Ադրբեջանի համար բավական լավ սցենար կարող է լինել, եթե մենք իսկապես գնում ենք փոփոխության, որտեղ սա իսկապես լուրջ ծուղակ կարող է լինել։ Անկամ եթե ասում եմ իշխանությունը հավատացած է, որ սա խնդիր է, չնայած այստեղ եւս էլի մի քանի անգամ պիտի տեսնենք որն է Ադրբեջանի պլանը։ Ինչու են ընդհանրապես պնդում սահմանադրության փոփոխություն, որովհետև սա իսկապես իրենց համար բացարձակ անհիմն պնդում է։ Նախ սահմանադրական դատարանի վճիռը, որոշումը հստակ էր, որ այստեղ չկա խնդիր։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը, իսկ դա պարտադիր պայման է, պիտի գնա սահմանադրական դատարան, եթե այնտեղ էլի լինի խնդիր, բնականաբար կարտահայտվի այդ առումով վճռի մեջ, բայց
երկրորդ պատճառը, որ հիմնականում Ադրբեջանից մենք լսում ենք, ասում են, դե կարող է այնտեղ իշխանություն փոխվել եւ պայմանագիրը որպես այդպեսին խաղաղության պայմանագիրը որպես այդպեսին ավելի ստորադասվի, քան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է։ Այստեղ էլի պատճառաբանությունը բացարձակ հիմքեր չունի, որտեղ եթե իշխանություն է փոխվում, որևէ կերպ չի սահմանափակված իշխանությունը եւս մեկ անգամ սահմանադրություն փոխելու։ Այսինքն նոր սահմանադրություն ընդունելու, նորից վերականգնելու հղումը հռչակագրին եւ այլ, այսինքն սա եւս խնդիրը չի լուծում։ Խնդիրը լուծված է հենց պայմանագրի տեքստում, որտեղ նշվում է, որ այս պայմանագիրը ավելի գերակա է, քան մնացած ներպետական բոլոր իրավական կարգավորումները, այդ թվում մայր օրենքը։ Խնդիրը լուծված է, այսինքն մենք պիտի հասկանանք իսկ ինչու է Բաքուն շարունակում է պնդել, որպեսի այո, Հայաստանը չքվեարկի այս նոր, այսպես ասած, սահմանադրության համար եւ որպեսի հիմք ունենան ասելու դե, որ ասում ենք ռևանշիստ են, մենք պիտի կանխենք այս ռևանշիստներին, մենք պիտի տեղային հարձակում կամ հարվածներ իրականացնենք օրինակ ֆրանսիական զենքերի նկատմամբ եւ այլ, այսինքն այս բոլորը ընդ որում իրենց արդեն իսկ փորձագիտական շրջանակներում, տարբեր հարցազրույցներում եւ այլն երևում են իրենց տարբեր մեդիաներում հարձակման թեզը ստեղծելու նպատակ ունի։ Դրա համար եմ ասում, այսինքն անգամ եթե իշխանությունը իսկապես հավատացած է, որ սահմանադրությունը պետք է փոխել, որովհետեւ, չգիտեմ, ինչպես վարչապետն է մեջբերում մեծ հաշվով հռչակագիրը այն մասինն է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող կամ բավարար կայացման process-ում բավական շատ կլինեն խութերը, անգամ այդ իրավիճակում միևնույն է սա բավական դուրս ծուղակ է, որը կարծում եմ ընդ որում ծուղակ է, որի դեպքում երկու սցենարն էլ Ադրբեջանի ձեռնտու սցենարներ են, այսինքն եթե ընդունում ենք, էլի իրենց ձեռնտու է, եթե չենք ընդունվում, շատ ավելի ձեռնտու սցենար է։ Երրորդ տարբերակ կա։ Թողնել այս սահմանադրությունը, Ադրբեջանին ասել կներեք, մենք մեր սահմանադրական դատարանը մեկնաբանել է սահմանադրությունը եւ մենք ինստիտուցիոնալ ձեզ երաշխիքներ արդեն իսկ տվել են, որ Լեռնային Ղարաբաղը մեր մաս չենք համարում, այդ վերամիավորման որոշումը լեգալ չի, Արադ Միրզյանը անդալիամ ասում էր մեր սահմանադրությունում այդպիսի կետ չկա, մենք չենք գրել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է եւ իրոք եթե այստեղ խորանանք Արցախը հետո անկախացել է, չգիտեմ, Հայաստանից է անկախացել, թե Ադրբեջանից, չէ՞, այդ վերամիավորման որոշումից հետո եւ այլն, հա ես ուզում եմ միշտ այս թեմաների մասին խոսելիս միշտ միտքս գալիս է իսկ որն է այլընտրանքը հարցը, հա ենթադրենք չի գնում Փաշինյանի իշխանությունը այս որոշմանը եւ իրավիճակը թողնում ենք այսպիսին մեր հիմնավորումներով, որոնք նաեւ միջազգային հանրության համար հասկանալի են շատ դերակատարների համար նաև ասենք ամերիկյան գործընկերները ես ինչքան գիտեմ մեր սահմանադրությունը առնչվել են եւ իրենք էլ եկել են եզրա հանգման որ այդտեղ չկա տարածքային պայման բայց ամեն դեպքում մենք գործ ունենք Ադրբեջանի հետ մենք մի շփման գծի վրա ենք գտնվում իրար հետ ենք ռեգիոնում եւ այլն այ որն է այլընտրանքային սցենարի շարունակությունը ենթադրենք չի փոխվում սահմանադրությունը հղումը մնում է Ադրբեջան շարունակում է պահանջել, որ փոխեք ձեր սահմանադրությունը, թե չենք ստորագրի պայմանագիր, այդ մենք չենք կարող ապրել 5 տարի, 10 տարի առանց պայմանագիր ստորագրելու, շատերը բերում են Ռուսաստանի եւ Ճապոնիայի օրինակը այդ կղզիների թեման կա, չէ, չունեն պայմանագիր, բայց չեն էլ պատերազմում։ Ինչու չգնալ այդ ճանապարհով։ Չգնալ որ ճանապարհով ստորագրել այնուամենայն փոխել այնուամենայնիվ որպեսի որևէ այլ չփոխել երրորդ ոչինչ չանել մնալ մեր այո ոչինչ չանել մնալ մեր այսպես արգումենտների առաջ չես ուզում չենք ստորագրի թող 17 համաձայնեցված կետերով ուղարկենք արխիվ այսպես գիտեք խնդիրը ես լրիվ համաձայն եմ որ սա կարող է նաև այդ այլընտրանքներից մեկը լինել բայց այստեղ խնդիրը մեկ այլ դիտանկյունից պիտի նայենք նաև իսկ եթե փոխում ենք ես դեռ չեմ ուզում բերել մեր այսպես ասած հայրենասիրական եւ ազգային ուժերի նարատիվները որ անկախության հռչակագիր
հանելը պետականակործան, ազգային արժեքների ուրացում է հակապետական եւ այդ արգումենտները մի կողմ էլի։ Այո, համաձայն եմ։ Այստեղ իսկապես մի փոքր այլ դիտանկյունից հարցը փորձենք քննարկել, որովհետև ես ուղղակի ավելի քան վստահ եմ, որ եթե անգամ դա էլ ենք փոխում, անգամ լուծարում ենք Միսկի խումբը եւ այլն, բոլոր ինստիտուտները Միսկի խմբի, արդյոք մենք ունենք որևէ երաշխիք, որ անգամ այս պարագայում Ադրբեջանը ստորագրելու է, չունենք ոչ մի երաշխիք։ Այսինքն հերթական անգամ գնալ մի բանի, որը ծուղակ է, ինչպես ասացինք, որտեղ երկու սցենարը, երկու լուծումը ընդունվի նոր սահմանադրություն այն պահանջով, որը դրված է, կամ թեկուզ եթե չենք իրականացնում Ադրբեջանի պահանջը, իշխանության այդպես մոտեցումն է, որ այո հռչակագիրը պիտի դուրս գա, միևնույն է սա եւս էլի ծուղակ է։ Կներեք, ստացվում է իշխանության մոտ իդեա ֆիքս է այդ խաղաղության պայմանագրի ստորագրում, ամեն գնով գնալ եւ ստորագրել, համարելով որ դա կբերի իրապես խաղաղություն։ Այդպես է ստացվում։ Մոտ ավրապես չեմ ուզում ասել իդեա ֆիքս է կամ ինքնանպատակ է եւ այլն, որովհետեւ հասկանալի է, որ իսկապես բոլորիս համար խիստ կարեւոր է, բայց այստեղ իսկապես պետք է հասկանալ որն է պահանջը Ադրբեջանի եւ ինչու է հենց սա պահանջում, որտեղ դրան հաջորդելու են, վստահաբար հաջորդելու են այլ պահանջներ, այսինքն եթե մենք ունենայինք որևէ երաշխիք, որ այս երկու պահանջները կատարելու դեպքում իսկապես ստորագրությունը տեղի է ունենալու, ես կասեի գնանք նաև այս սիճմանը, որովհետև հասկանալի է, որ այնուամենայնիվ մեզ հարկավոր է գոնե իրավական որևէ փաստաթուղթ վստահ լինելով անգամ, որովհետև ես մի քանի անգամ նաև ձեզ հետ խոսելիս եմ ասել, որ ուղղակի պատմությունը բոլոր կոնֆլիկտների ցույց է տալիս, որ ցանկացած փաստաթուղթ, անգամ այդպես մանրամասն գրված փաստաթուղթ կոնֆլիկտոլոգիայի պատմության մեջ վերջին 50 տարիների ցույց է տալիս, որ առաջիկա առնվազն 2-3 տարիների ընթացքում այդ փաստաթղթերը խախտվում են 50% փաստաթղթերի առնվազն 50% խախտվել են նախորդած պատմություններում, այսինքն մենք վստահ բնականաբար չենք կարող ունենալ եւ վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանը պայմանագրաունակ չէ եւ խախտելու է այդ պայմանագիրը, բայց անգամ այս պարագայում կարեւոր է պայմանագիր ունենալը, բայց հասկանանք արդյոք, եթե փոխում ենք սահմանադրությունը գնալու է ստորագրման, ես վստահ եմ, որ չի գնալու եւ այստեղ է նաեւ մտահոգությունը, որ եթե մենք փոխում ենք սահմանադրությունը, չգիտեմ, ինչ որ մի հրաշքով հանրությունը գնում է եւ քվեարկում է, սա իրեն ձեռնտու է, եթե ավելի հավանական սցենարը, որ հանրությունը գնում է եւ դեմ է քվեարկում, սա շատ վատ սցենար է եւ սա շատ վտանգավոր սցենար է, որը ուղղակի բացելու է ամբողջությամբ բացահայտելու է այդպես Ալիևի ձեռքերը ռազմական որոշակի գործողությունների գնալու տեսանկյունից։ Այնպես որ սա իսկապես պիտի երկար մտածենք, երկար հասկանանք, քննարկենք եւ եթե անգամ իսկապես այդպես համոզմունք կա, ինչպես այսօր վարչապետը ասաց, որ խնդիր է հռչակագիրը ընդհանրապես, կարծում եմ, որ այնուամենայնիվ այսպես ասած գործիքը Ադրբեջանին տալ ուղղակի այս պահին չարժի։ Մի այլ ընտրանք էլ կա, կարճել նոյեմբերի 9-ից։ Դե սա չեմ կարծում, թե այլ ընտրանք է, որովհետև սա իսկապես բավական հա, դե գիտեք, այսօր քննարկվում է նոյեմբերի 9-ը, այսօր արդեն նորընտիր քաղաքապետը արդեն խոսել է Միութենական պետության մասին, այնպես որ արդեն սա իրականում շատ լավ իլյուստրացիա է բոլոր այս քաղաքական ուժերի համար, հասկանալու որտեղից է իրենց նաև այդպես սնումը գալիս, որն է իրենց նպատակը եւ համապետական ընտրություններին կարծում եմ շատ լավ է այս իլյուստրացիան, որ մարդիկ հասկանան ի վերջո ում քվեարկելու դեպքում պետությունը ուր է գնալու։ Բայց նոյեմբերի 9-ը վստահաբար լուծում չէ, որովհետև մենք նոյեմբերի 9-ին կարող ենք վերադառնալ միայն այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի 8-րդ կամ 9-րդ կետին նախորդած բոլոր կետերը իրականացվեն, այդ թվում Արցախ վերադարձ այս դեպքում, այդ թվում Արցախի ժողովրդի
բոլոր իրավունքների պաշտպանություն, ինչպես հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է արձանագրում կոմունիկացիաների բացումը եւ այլ, գերիների վերադարձը, որ էլի այդ փաստաթղթով է հստակ սահմանված որևէ գործողություն տեղի չի ունեցել կամ հակառակն է ավելի շուտ տեղի ունեցել, այնպես որ նոյեմբերի 9-ը որպես այդպեսին որևէ կերպ այլ ընտրանք չի կարող դիտարկվել։ Տիկին Աբրամյան, Ադրբեջանը իր բոլոր ձեռքբերումները ունեցել է ռուսական միջնորդության տանիքի տակ, այն ինչ որ նոյեմբերի 9-ն էր, ասենք հենց նոյեմբերի 10-ից սկսած այդ քարվաճառ, քաշաթաղ եւ մնացած տարածքները ռուսական հովանու ներքո են, հա, Հայաստանի իշխանությունը համաձայնվել Ադրբեջանի վերահսկողության տակ մտցնել եւ այն ակնկալիքով կամ խոստման ներքո, որ Ռուսաստանը պահելու է Արցախի անվտանգությունը։ Մենք տեսել ենք ինչ է տեղի ունեցել, Արցախը բռնի տեղահանվել է Ռուսաստանի խաղապահների աչքի առաջ եւ Ռուսաստան չի կատարել իր պարտավորությունը, այսինքն Ադրբեջանը ռուսական ձևաչափերում ձեռքբերումներ է ունեցել։ Այ կարող է արդյոք Ադրբեջանը նաև այս խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգել այն հաշվարկով եւ հույսով, որ 26-ին Հայաստանում միգուցե ընտրություններով կան իշխանության նոյեմբերի 9-ից կարճած գործիչներ, ասենք Քոչարյան եւ մյուսներ, որոնք process-ը վերադարձնեն Ռուսաստանի հուն, միջանցք տան Ադրբեջանը եւ Ռուսաստանը ռուսական վերահսկողությամբ, ասելով դե Փաշինյանն էր խոստացել մենք ինչ անենք, եւ բավականին դրական սցենար կլինի Ադրբեջանի համար ստանալ ռուսական վերահսկողության միջանցք, որովհետեւ Հայաստանի իշխանության այսօրվա պնդումը, որ չէ, մենք պետք է հսկենք այդ ճանապարհը, այդքան էլ կարող է ձեռնտու չլինել Ադրբեջան։ Այս ձգձգումը միգուցե փոխկապակցված է Հայաստանի ներքին մեկ տարի հետոյի զարգացումների հետ, թե այդպես չեք կարծում։ Այստեղ մի քանի սցենար, այսինքն Ադրբեջանը ունի մի քանի սցենար, ընդ որում կրկին բոլոր սցենարներն իրեն ձեռնտու են, ուղղակի իր մարտավարությունը ըստ դրա պիտի փոփոխվի։ Նախ եթե փոխվում է իշխանություն, իրեն շատ ձեռնտու է, կրկին, ինչու, որովհետև էլի այդ իր ռևանշիստ լինելու Հայաստանը որպես ֆաշիստ ներկայացնելու այդ հիմնական փաթեթավորումը շատ ավելի գուցե հիմնավոր կդառնա, որտեղ հիմա որևէ մեկի միջազգային որևէ դերակատարի ականջին ուղղակի ծիծաղ է առաջացնում, երբ Ալիևը խոսում է Հայաստանի ռևանշիստ լինելու կամ ընդհանրապես Փաշինյանի ռևանշիստ լինելու մասին, այսինքն սա իսկապես զավեշտ է շատերի համար, բայց եթե փոխվում է իշխանությունը, Ալիևի համար դա շատ ձեռնտու է, այսինքն այս տեսանկյունից երբ հաճախ ներհայաստանյան այդպես քննարկումներում հաճախ խոսում են իշխանության պրոադրբեջանական, պրոթուրքական լինելու կամ եւ թուրքամետ եւ այլ էպիտետներով, սրանք իրականում բոլորովին հակառակն են, որովհետեւ եթե առավել պրոռուսական են, ավելի այդպես խիստ արմատական, բավական քննադատական չասեմ, բայց շատ ավելի այդպես խիստ ռետորաբանությամբ են խոսում եւ այլն, դրանք իսկապես ջրաղացին, Ադրբեջանի ջրաղացին հիմա վստահաբար ջուր են լցնում։ Նկատի ունեք ռազմական ագրեսիայի տեսանկյունից, այո, բոլոր առումներով, հա, այսինքն հնարավոր ռազմատենչ հայտարարությունները, որքան էլ որ նախկինում քննադատվում էր, հիմա պահանջվում է իշխանությունից, այս բոլոր ռետորաբանությունը, այս ամբողջ ռետորաբանությունը իրականում Ալիևին շատ ձեռնտու է, այսինքն դրա համար նաև շատ հաճախ իրենք սադրում են, ակնկալելով, որ այստեղից այդպիսի արձագանք կլինի, որովհետև դա է լինելու այն հիմնական իրենց համար կազուսպելին, որով կարող են որոշակիորեն հիմնավորել, քաղաքական հիմնավորում տալ իրենց հարձակմանը։ Հաջորդ սցենարը ռուսական դաշտ գնալու միշտ իրենց համար շատ ձեռնտու է, այո, ռուսական միջնորդության պայմաններում իրենք ունեցել են ձեռքբերումներ։ Եվ այստեղ նորից էլի համեմատություն պիտի անենք հնարավոր իրենց այդպես պատկերացմամբ Զանգեզուրի միջանցքի եւ այդտեղ ռուսական ներկայության եւ համեմատենք եւ հիշենք թե ինչ տեղի ունեցավ Լաչինի միջանցքի հետ, որտեղ
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը ապահովում էին խաղապահ ուժերը ռուսական։ Հիմա եթե այստեղ նույնը գրված է, որ ռուսական FSB-ն է ապահովում այդ ճանապարհի անվտանգությունը, ընդ որում ոչ թե վերահսկողությունը, այլ անվտանգությունը, իսկ որն է երաշխիքը, որ մի օր այդ անվտանգությունը ապահովելու կամ ընդհանրապես մի օր այդ ճանապարհը իր վերահսկողությամբ եւ անվտանգության ապահովմամբ չի անցնելու Ադրբեջանի ձեռքը։ Ոչ մի երաշխիք։ Այսինքն ինչպես տեսանք Լաչինի միջանցքում, նույն սցենարը կարող է այստեղ կիրառվել։ Եվ այսպես, այսինքն սցենարները շատ տարբեր են եւ ըստ էության ռուսական դաշտում եթե գնում ենք, բոլորը, գրեթե բոլորը անխտիր ձեռնտու են Ադրբեջանին։ Սա է նաև պատճառը, որ կամ մենք պետք է իսկապես փորձենք ձգտել հիմա որևէ այլ միջնորդության կամ ուղղակի երկկողմ հարաբերությամբ փաստաթուղթը եթե ստորագրվի, չնայած կարծում եմ, որ այստեղ պիտի անպայման լինի երրորդ կողմի, հատկապես այս դեպքում ԱՄՆ-ի ճնշումը։ Բայց ԱՄՆ-ի ճնշման մասով էլ պիտի ունենանք շատ մտավախություններ, որովհետև բոլորովին միանշանակ չէ, որովհետև այո, չգիտենք ում է ճնշելու։ Չէ, գիտենք ինչ որտեղ նաև փորձը ցույց է տալիս գոնե վերջին 3 ամսվա Թրամփի բոլոր նախագծերում եւ կոնֆլիկտներում ներգրավվածության հստակ փորձը ցույց է տալիս, որ ինքը հակված է ճնշել Թույլին։ Սա այն տարական ամենապրիմիտիվ միջնորդական առաքելության հիմնական մոտեցումն է, հա, այսինքն եթե կարող ես կորզել Թույլից ինչ որ մի զիջում, կարող ես կորզել ավելի հեշտ, որովհետև եւ կարող ես հասնել ավելի արագ արդյունքի։ Եվ սա է նաեւ թերևս կարեւորությունը, որ անգամ հերթական անգամ մեր կողմից զիջման պայմաններում մենք հասանք նրան, որ Բաքուն ասեց այո, համաձայնեցված է։ Չնայած մենք ենք զիջել, որովհետև իրենք իսկապես այդպես անակնկալի եկան, այդպես քայլ ձիով էր մեր կողմից։ Ինչու, որովհետև երբ արդեն օրինակ Թրամփը ներգրավվի որպես այդպես քավոր այս process-ի խաղաղության կնքման, չի կարող այլևս ասել դե եկեք այս մի կետը փոխենք, այն մի կետը ավելացնենք, որովհետև այդտեղ շատ հստակ է լինելու մեր արգումենտը եւ այդ արգումենտի ռացիոնալությունը, որ գիտեք արդեն ամեն ինչ համաձայնեցված է, եթե մեկ կետ անգամ, մեկ դրույթ անգամ փոխենք, այստեղ փլուզվելու է ամբողջ փաստաթուղթը եւ հետո էլի գնալու ենք ամիսներով կամ գուցե տարիներով բանակցենք եւ այլ եւ այլը։ Որևէ մեկը, հատկապես Թրամփը այս դեպքում դա չի ցանկանա։ Որովհետեւ իրեն արագ լուծում է պետք այդ բոլոր դափնիները նաև ինքը որպեսի ստանա։ Իսկ եթե այնտեղ որևէ դրույթ փոխվում է, անկանխատեսելի է, կարող է գնալ ուղղակի 4 տարի նորից բանակցություններ եւ այլ եւ այլը։ Այսինքն այս տեսանկյունից շատ կարեւոր է, որ մենք ունենք արդեն իսկ համաձայնեցված փաստաթուղթ, որքան էլ այո հասկանում ենք, որ փաստաթղթում ամեն ինչ չէ, որ իսկապես մեր սրտով է եւ բոլոր առումներով պաշտպանելու է մեր շահը եւ այլը, չնայած ըստ էության բոլոր դեպքերում դա երկուստեք է եւ անընդհատ սա է նաեւ իշխանությունը շեշտում, բայց միշտ պիտի հիշենք, որ գետնի վրա թույլ կողմը միշտ ուժող է լինում ցանկացած փաստաթղթի դեպքում, հա, այսինքն եթե այնտեղ կան խութեր, այդ խութերի վտանգները միշտ այսպես ասած վտանգների հետևանքները թույլ կողմերն են կրում։ Այո, իվնաս թույլ կողմի է լինում։ Տեսեք, իսկ այս իրավիճակի ելքերից մեկը, այսինքն սահմանադրության փոփոխության պահանջը կարող է արդյոք դուրս գալ Ադրբեջանի բառամթերքից եւ նրանք հարկադրված լինեն ստորագրել այս 17 կետանոց պահանջը, եթե Միացյալ Նահանգների որակյալ ներգրավումը տեղի ունենա, որակյալ բառի տակ ես դնում եմ պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանքը, հարաբերվել փաստերի հետ, դրույթների հետ, հաշվարկել, թե դրանք ինչ են նշանակում, արդյոք կան իրական խոչընդոտներ խաղաղության, արդյոք Հայաստանի սահմանադրության մեջ իրոք կան տարածքային պահանջներ, թե դա ուղղակի հորինովի է, արդյոք Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, թե դա մենք ենք իրենց պես զրպարտում։ Ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանքի մասին, ոչ թե
շատ հաճախ են քաոսային եւ սպառնալից ռետորաբանության, որ մենք տեսնում ենք ձեր ասած թույլին ճնշելու նպատակով, ինչ է կարծում, կարող ենք ակնկալիք ունենալ, որովհետեւ խաղը փոխելու, ասես ասենք, գործիքակազմը ամեն դեպքում երևում է ԱՄՆ-ի ձեռքին, որպես թիվ 1, գերտերություն, որը բավականին խոշոր լծակներ ունի։ Այո, Ամերիկայից այս վարչակազմից ավելի բովանդակային ներգրավում առանձնապես կարծում եմ ակնկալել պետք չէ, որովհետև տեսեք, մենք ինչու է հիմնական մեր խաղադրույքը այս պահին ԱՄՆ-ի վրա, որովհետև հասկանում ենք, որ այնտեղ նաև կա անձնական ամբիցիաներ, կան սպասումներ, Թրամփը ինքն իրեն այդպես հռչակել է որպես խաղաղարար, եւ այդ խաղաղարարի դափնիները, որոնք նաև բազմիցս շեշտել է, որ Նոբելյան մրցանակի է ինքը արժանի, պիտի ստանա։ Հիմա մեր դեպքում սա այն ամենահասանելի եւ ամենաարագ հեշտ հաղթանակն է, որին կարող է հասնել։ Եթե մենք խնդրում ենք նորից ներգրավել ավելի բովանդակային այս բանակցային ինչ-որ բանի մեջ, արդյոք սահմանադրությունը փոխել, չփոխել, այդտեղ ուղղակի իսկապես էլի ծուղակի մեջ ենք ընկնելու եւ իրենք բովանդակային առումով առանձնապես չեն մտնելու կամ եթե մտնելու են որևէ էլի երաշխիք չունենք, որ կասեն, դե գիտեք, իսկապես այնտեղ կա խնդիր ձեր սահմանադրության մեջ, դե մի սահմանադրություն եկեք դա էլ փոխեք, անցեք առաջ։ Այսինքն ոչ մի երաշխիք չունենք, որ այսպիսի մոտեցում չի ցուցաբերվի։ Դրա համար կամ պիտի լինի ուրեմն այդ դեպքում մեր կողմից էլ մեկ այլ պահանջ, այսինքն այդ դեպքում էլ Ադրբեջանն է փոխում իր սահմանադրությունը։ Իդեպ շատ կարևոր էր նաև հիշենք Բայրամովի հայտարարությունը, որը իրականում սա մի շեշտադրում է, որի մասին երևի փորձագետներս բազմիցս խոսել ենք, որ կան հարցեր, որ Հայաստանի դիվանագիտությունը անպայման պիտի բարձրացնի, գոնե հնչեցնի, որպես պահանջ դնի սեղանին։ Անկամ եթե այո, պահանջ լիներ ձեր նկատմամբ, դուք կդնեք այդ հարցը, չէ՞։ Մինչդեռ Հայաստանի ասում է, եթե դուք խնդիր տեսնեք մեր սահմանադրության մեջ, դուք կդնեք այդ հարցը, ինչու չեք դրել այսքան ժամանակ։ Իշխանությունը այլ մեկնաբանություն ունի, ասում է, դե տեսնում եք այդպիսի խնդիր։ Այո, բայց չենք ուզում դեստրուկտիվ լինել եւ այլ, բայց կարծում եմ, որ այս հարցը պիտի դրվեր, նաև հատկապես պիտի հայելային դրվեր ժամանակին։ Եվ հիմա եթե շարունակաբար միևնույն է պնդում են, այդ դեպքում գուցե մենք էլ պիտի հայելային դնենք։ Այստեղ իհարկե կա վտանգ, որ եթե մենք էլ էլի հայելային ենք դնում, այստեղ կարող է իրենք ասեն, դե եկեք դա էլ 18-րդ դրույթ անենք, եկեք նորից փաստաթուղթը բանակցենք։ Այսինքն տեսեք, փաստաթուղթը քանի իսկապես է 17 կետը հայտարարված է երկուստեք, որ համաձայնեցված է, սա իսկապես շատ կարևոր զենք է մեր ձեռքին։ Եվ այս զենքը մենք հնարավորինս պիտի մեր ձեռքում պահենք, ոչինչ փորձելով չփոխել, բայց նաև մյուս կողմից գուցե պետք է նաև տարբեր խողովակներով կամ նաև միջազգային, նաև տարբեր դերակատարներին ուղղակի ասենք, դե եթե փոխում ենք սահմանադրությունը, ուրեմն երկուստեք պիտի փոխենք։ Եվ այդ դեպքում սա նույն անկլավների հարցն է, այսինքն քանի դեռ մենք Արցվաշենի հարցը չէինք դրել սեղանին, իրենք շարունակաբար խոսում էին անկլավների մասին։ Հենց խոսվեց, միանգամից հասկացան, որ չէ, այնտեղ իրենք կորցնելու բան ունեն, որտեղ համարժեք չի անկլավների են համախումբը, որ առկա է մեր տիրույթում եւ Արցվաշենը, որտեղ դիրքային տեսանկյունից մեզ համար էլ ինֆրաստրուկտուրային տեսանկյունից կարևոր է, բայց իրենց համար դիրքային տեսանկյունից Արցվաշենը կարևոր դիրք ունի։ Այսինքն այս առումով իսկապես տեղեր կա, որ այնուամենայնիվ մենք պիտի դնենք հակադիր եւ հայելային պահանջներ եւ այդ կառուցողականությունը այո հաճախ նաեւ ի վնաս մեզ է լինում։ Նշանակում է մենք առաջիկայում կոնկրետացումներ չենք տեսնելու Հայաստան-Ադրբեջան տիրույթում, այսինքն համաձայնագրի ստորագրություն եւ առնվազն մի տարի մենք կունենանք այսպես անորոշություն, հա, փոխադարձ հայտարարություններ։ Ռուսաստանի հետ կապված ձեր հարցի ընթացքում ուզում եի ասել, որ շերտերից մեկն էլ իհարկե նաև կապված չէ միայն Ռուսաստանի դերակատարման հետ, այլ
առավելապես թերևս հիմա հատկապես կապված է Իսրայել-Իրան հարաբերությունների եւ այս լարվածության եւ բանակցային նաեւ process-ի Ամերիկա-Իրան հարաբերությունների ամբողջ այդ փաթեթը թե ինչպես կհանգուցալուծվի։ Այսինքն Ադրբեջանը միայն դրա համար, միայն Ռուսաստանի ներգրավման համար չի ժամանակ ձգում, այլ ժամանակ է ձգում գուցե հույս ունենալով, որ ինչ որ մի պահի Իսրայել-Իրան բախումը իրականություն կլինի եւ այդ արանքում ինքը կշահի գուցե հնարավոր կդառնա իր համար Զանգեզուրի միջանցք վերցնել եւ այլ, այսինքն այս առումով Ադրբեջանը բոլորովին ցանկություն չունի ստորագրելու եւ մեր կողմից էլ շտապողականությունը եւ հայտարարությունը, որ այո, եկեք փոխենք սահմանադրությունը, որովհետեւ դե միևնույն է սահմանադրությունը խնդիր է եւ հռչակագիրը խնդիր է մեզ համար, կարծում եմ սխալ մարտավարություն է գոնե այս փուլում եւ սխալ մարտավարություն է նաեւ ինչպես սկզբում ասացի, որովհետեւ դա իրականում ծուղակ է Ադրբեջանի կողմից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Գայանե Աբրամյանին։